Բարոյ սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն նոյեմբերի 3-ն է եւ այսօրվա երեկոյան այս մեր հաղորդման մեջ մի շարք հետաքրքիր հարցերի հայտարարությունների ենք անդրադառնալու, գիտեք։ Կրկին զառանցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հայ ժողովրդի մասով նոր պատմություն են իրենք հորինել, իբր Հայաստանում ամենուր ադրբեջանցիներ են բնակվել եւ դրա մասին են վկայում պատմական տեղանունները, որոնք որ նա գտել է ցարական Ռուսաստանի քարտեզներում, այդ հարցին կանդրադառնանք, մանրամասն կխոսենք նաև Ալեն Սիմոնյանի արձագանքի մասին, Պաշտպանության նախարարի արձագանքի մասին, կխոսենք այն մասին, թե ինչու ձերբակալվեց Գարեգին II-ի եղբայր Գևորգ Ներսիսյանը եւ նրա որդին, ինչպես նաև կանդրադառնանք մի շարք կարևոր միջազգային հարցերի, կանդրադառնանք նաև Արմեն Գրիգորյանի այցին Եվրոպա եւ դրանից բացի Հայաստանի անելիքներին, որոնք որ պետք է արվեն, որպեսզի Հայաստանը ստանա առանց վիզային ռեժիմ Եվրամիության հետ, այսինքն վիզաների ազատականացման ռեժիմ, այսինքն այդ մասով եւս այսօր հայտարարություն է արել Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, այդ հարցին եւս կանդրադառնանք եւ մի շարք կարևոր միջազգային հարցերի նույնպես սիրելի հայրենակիցներ, բայց երևի սկսենք նրանից, որ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ Գարեգին II B կաթողիկոսի կամ ինչպես ուզում եք նրան անվանել Կտրիչ Ներսիսյանի եղբայր Գևորգ Ներսիսյանը եւ նրա որդին ձերբակալվել են, ես որքան հասկանում եմ, սա նրանց երրորդ եղբայրն է, 3 եղբայր են, երևի քույրեր էլ ունի Կտրիչ Ներսիսյանը, ես որքան տեղյակ եմ, շատ չեմ խորացել այդ հարցերի մեջ, բայց ինչի մասին է խոսքը, կոնկրետ նրա մասին է խոսքը, որ նրան մեղադրանք են առաջադրել խուլիգանության մեջ եւ Էջմիածնի թեկնածուի քարոզչության խոչընդոտելու մեջ, գտել են լուրջ մեղադրանք, համեմատաբար բավականին լուրջ մեղադրանք եւ հիմա 1 ամսով կալանավորել։ Իմ համոզմամբ, սիրելի հայրենակիցներ, իմ համոզմամբ, սա բնականաբար պատահական չի արվում եւ սա լուրջ ճնշում է Կտրիչ Ներսիսյանի ուղղությամբ, որպեսզի նա գնա զիջումների եւ հրաժարվի ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնը զբաղեցնելուց։ Թե ինչպես կվարվի Կտրիչ Ներսիսյանը տվյալ պարագայում, դժվար է բնականաբար ասել, բայց հստակ մեսիջ է հղած կոնկրետ Կտրիչ Ներսիսյանին, որ ամեն ինչ կախված է իրենից եւ սա արդեն լուրջ ճնշում է, բավականին լուրջ ճնշում է նրա ուղղությամբ եւ տեսնենք թե ինչպես կընթանան իրադարձությունները։ Ես ուղղակի փաստն եմ արձանագրում, ոչ ցանկություն ունեմ պաշտպանելու առավել եւս Կտրիչ Ներսիսյանին, ոչ որևիցե մեկին, ուղղակի փաստ է, որ հստակ ուղերձ է սա Կտրիչ Ներսիսյանին, որպեսզի նա հեռանա Մայրաթոր Սուրբ Էջմիածնից։ Բայց դա չի նշանակում նույն ժամանակ, որ խուլիգանություն կամ ինչ-որ քարոզչություն օրենքի խախտմամբ տեղի չի ունեցել։ Իրեն ներկայացվել է մեղադրանք, այսինքն Գևորգ Ներսիսյանին եւ նրա որդուն, եթե ավելի կոնկրետ ճիշտ արտահայտվենք, եւ տեսնենք թե ինչպես կընթանա հետաքննությունը, բայց կրկնեմ իմ կարծիքը այն է, որ սա արվում է նրա համար, որպեսզի Կտրիչ Ներսիսյանը հրաժարական տա եւ հեռանա ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնից։ Բայց իրենք էլ փորձում են այլ քահանաների պատժել, նոր կարգալուծների են պատրաստվում քահանաների նկատմամբ, երևի դրա մասին եւս գիտեք։ Այսինքն այս պատմությունը, որը որ հիմա եկեղեցու շուրջ տեղի ունենում, դեռ կոպիտ ասած շատ դուր է վերցնելու այս խմորը։ Բայց կարծում եմ ավելի կարևոր հարցերի մենք հիմա կանդրադառնանք։ Ես միշտ էլ ասել եմ, որ ներքին քաղաքականությունը Հայաստանի ինձ շատ հաճելի չէ քննարկել։ Եկեղեցու հետ կապվածն էլ ներքին քաղաքականության մաս է։ Արիք անկեղծ լինենք։ Տհաճ է այդ ամենից միշտ էլ ամենուր
ցանկացած երկրում բամբասանքի եւ տհաճ հոտ է գալիս, երբ որ ներքաղաքական հարցերից ես խոսում։ Ինձ համար ավելի հաճելի է խոսել արտաքին քաղաքականությունից։ Եկեք հիմա անդրադառնանք Ալիևի զառանցանքներին, դա ավելի կարևոր է իմ կարծիքով։ Ինչու եմ ես այդպես ասում, որովհետև իրենք հորինել են մի պատմություն, որը որ գոյություն չունի, եւ հաճախ զառանցում են, չգիտեմ, սա ջերմության ավելացման հետ է կապված, իրենց մարմնի թե ինչու, չեմ կարող ասել կոնկրետ ինչի հետ է կապված, բայց դա իրենց հատկությունն է դարձել, ցավոք սրտի իրենց ասելով այդ ժողովրդի մի մեծ մասի հատկությունն է դարձել, հորինել պատմություն, որը որ գոյություն չունի։ Եվ հիմա Ալիևը փաստացի ասում է, ոչ միայն ասում է, նաև հանձնարարում է բոլոր իրենց մտավորականներին, որպեսզի ավելի լավ ուսումնասիրեն, թե իբր ինչպես են ադրբեջանցիները բնակվել Հայաստանում, ասում է, որ ռուսական ցարական քարտեզների համաձայն նախկին ամեն տեղ, ամեն բնակավայրում եղել են ադրբեջանցիներ, Սևանալիճն էլ Գոյչայի անվանում, ասում է, որ նրանք պետք է վերադառնան, ոչ թե տանկերով, այլ մեքենաներով, ասում է նաև այն, որ իբր նրանք շատ խաղաղասեր են, յուրաքանչյուր պետության օգտին են աշխատում, որևիցե պետության դեմ չեն աշխատում, որտեղ որ կան ադրբեջանցիներ, դրա համար Հայաստանի պետությունը եւ ժողովուրդը չպետք է վախենա ադրբեջանցիների վերադարձից, ու ինչպես արդեն ասեցի, հանձնարարում է իրենց գիտնականներին ավելի լավ ուսումնասիրել այդ հարցը, թե որտեղ եւ ինչպես են բնակվել ադրբեջանցիները։ Պարզ է, որ այդ պատմությունը հորինված է, եւ շատ լավ, արդեն ոչ առաջին անգամ այդ զառանցանքներին պատասխան է տալիս Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, եւ նա կրկին ասել է, որ պատմական փնտրտուքների մեջ կարող է ոմանք հասնեն Ալթայ։ Դեպքում սա առաջին անգամ չի արել այս հայտարարությունը Ալեն Սիմոնյանը, եւ շատ լավ է, որ կրկին հիշեցրել է, թե որտեղից է գալիս իրենց հայրենիքը, եւ դա ասել է, որ չի ցանկանում մեկնաբանել Ալիևի հայտարարությունը, բայց նույն ժամանակ շատ հստակ ձևով հիշեցրել է, որ այդ փնտրտուքների մեջ դուք պետք է հասնեք Ալթայ եւ ոչ թե Հայաստան։ Այսինքն տեղը ցույց է տվել Ալիևին Ալեն Սիմոնյանը, ինչը միանշանակ գովելի է սիրելի հայրենակիցներ։ Իսկ Սուրեն Պապիկյանը, Հայաստանի պաշտպանության նախարարը, ասել է, որ Ադրբեջանի հերթապետարանը փոխվել է օգոստոսի 8-ից հետո, կտրուկ փոխվել է եւ դա տեսանելի է, փաստ այդ զգացվում է նաեւ սահմանին, ու նա ասում է, որ երբ որ խոսում ենք խաղաղության մասին, դա ամենևին էլ հորինված չէ, բայց սիրում եմ այս բայցը ասել, հասկանում եմ ինչ է ասում Սուրեն Պապիկյանը, հասկանում եմ, բայց արիք չխաբենք մեզ, մենք Ալիևի հայտարարություններից հստակ տեսնում ենք, որ նրանք տարածքային նկարտումներ ունեն Հայաստանի նկատմամբ։ Հիմա այս պահի դրությամբ հարմար չէ խոսել տանկերից, պատերազմից, բայց ինք ասում ենք մեքենաներով կգանք Հայաստան, կբնակվենք, ավելի կշատանանք, մի 100-200 տարի անց լրիվ մեզանով կանենք Հայաստանը, ինչ պատերազմ, ինչ բան, մենք կհասնենք մեր ուզածին։ Եվ հետևաբար այդպիսի խաղաղությունը մեզ պետք չի, այդպիսի խաղաղություն մեզ պետք չէ, պարոն Սուրեն Պապիկյան, հասկանում եմ ինչ ես ասում, լավ ես անում, որ ասում ես, բայց մինչև վերջը պետք խոսել այս հարցի շուրջ, այս հարցը իրոք մեզ կարող է մի վատ փաստի առջև կանգնեցնել, եթե մենք մի պահ ավելի շատ թուլանանք, ավելի շատ հավատանք եւ ներքին այդ քարոզչությունը իրականացնելու համար ներքաղաքական մեր շահերից ելնելով շատ վատ դուր հասնենք ազգով եւ դրա համար մեկ-մեկ պետք է այնուամենայնիվ ավելի սթափ գնահատականներ տալ, որ իրոք թուրքը չի փոխվում, իրենց պահանջները շատ խորն են, մենք պետք է էլի խոսենք խաղաղությունից, էլի զգտենք խաղաղության, բայց նույն ժամանակ Ալեն Սիմոնյանի նման մենք նաեւ պետք է պատասխանել Ալիևին, մեկ-մեկ պետք է պատասխանել, հաշվի առնել այդ հայտարարությունները լուրջ ձևով մշակել, ունենք ազգային անվտանգության ծառայություն, այլ ինստիտուտներ եւ բոլորը պետք է հստակ մշակեն, թե ինչպես անենք, որ կարողանանք ճիշտ հակազդել Ալիևի հայտարարություններին եւ անել այնպես, որպեսզի Ալիևի այդ հայտարարությունները եւ ցանկությունները իրականություն չդառնան։ Ինքը եթե անում է այդպիսի հայտարարություններ իր ներքին լսարանի համար,
ինչի մասին հիմա խոսում են Հայաստանում նաև իշխանությունները, այդ նույն ժամանակ այդ ներքին լսարանին ինքը պատրաստվում է, որ իրենք պետք է գան Հայաստան։ Ուրեմն մենք էլ պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանը չվերածվի արևմտյան Ադրբեջանի։ Սա չափազանց կարևոր է, սիրելի հայրենակիցներ, եւ մեկ բան եւս ավելացնեմ, որ նկատելի է հստակ, որ այս հայտարարությունները արվում են արդեն Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, նաև հեռախոսազրույցից հետո շատ ժամանակ չի անցել, բայց այդ նեգատիվ բացասական ազդեցությունը կարծես թե արդեն զգացվում է այդ հեռախոսազրույցներից եւ հանդիպումներից։ Նաև ռուսական քարտեզները մեջ բերելով Ալիևը հաստատի այդտեղից եւս մենք կարող ենք որոշ ենթադրություններ անել։ Դրա համար, սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, որպեսզի մենք ավելի զգոն գտնվենք եւ Հայաստանի իշխանություններին էլ ուղերձս այն է, որ լավ է, որ խոսում եք խաղաղությունից, հասկանում եմ 2026 թվականին անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, ձեր հիմնական քարոզչական այդ թեզը դա է լինելու, բայց ներքին կարգով շատ լուրջ աշխատանք է պետք տանել, բայց նաև հասարակության հետ էլ է պետք ճիշտ աշխատանք տանել, քանի որ Ալիևի ծրագրերը չեն փոխվել, լավ չասենք չեն փոխվել, ապա մի փոքր մարտավարական փոփոխություն է տեղի ունեցել իրենց ծրագրերի եւ հայտարարությունների մեջ, բայց ընդհանուր գլոբալ ծրագիրը միևնույն է, չի փոխվել։ Անպայման է, որ մենք բոլորս սա հաշվի առնենք։ Ինչպես արդեն նշեցի, Արմեն Գրիգորյանը գտնվում է Բրյուսելում եւ շատ կարեւոր հանդիպումներ է ունեցել անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է փաստացի նա արդեն Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականի հետ, չափազանց կարևոր հանդիպում է, այդ խորհրդականները իրականում շատ մեծ հարցեր են որոշում, գիտեք, եթե օրինակի համար հանդիպեր կոնկրետ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, կարելի ասել մենք շատ ավելի ուրախ կլինեինք, ավելի շատ հնչեղ կլիներ այդ հանդիպումը, բայց երբ որ խորհրդականի հետ է հանդիպում, կարելի ավելի երկար հանդիպել, ավելի մանրամասն հարցեր քննարկել եւ հետո այդ խորհրդականը վերադառնալով Ուրսուլա ֆոն դեր Լայենին միանշանակ մեծ աշխատանք է տանելու նույն Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ եւ մենք հնարավորություն ունենք այդ մարդու միջոցով հասցնել Հայաստանի դիրքորոշումը նույն Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ Եվ ընդհանուր առմամբ շատ հետաքրքիր քննարկում է ունեցել ըստ հաղորդագրության։ Հիմնականում հարավային Կովկասում խաղաղության հարցն են քննարկել, Թրամփի երթուղին են քննարկել, եւ մենք այդտեղից էլ հասկանում ենք, որ Եվրամիությունը շատ լուրջ ձևով ուզում է ներգրավել այդ գործընթացի մեջ, նաեւ ուզում է համոզվել Եվրամիությունը, որ իրոք տևական է այդ խաղաղությունը, իրոք ապաշրջափակում տեղի կունենա տրանսպորտային կոմունիկացիաների եւ հիմա Հայաստանը փորձում է նաեւ եվրոպացի գործընկերներին համոզել նրա մեջ, որ իրոք խաղաղություն է հաստատվել, տրանսպորտային կոմունիկացիաները ապաշրջափակվում են, ուզում է ավելի շատ ներգրավել Եվրամիությանը, ու դա շատ լավ է միանշանակ, բայց մենք պետք է նաև եվրոպացիների օգնությամբ փորձենք ավելի ամուր դարձնել այդ խաղաղությունը, որին որ մենք հասել ենք օգոստոսի 8-ին, այդ պայմանավորվածությունները լրացուցիչ ձևով ամրացման կարիք ունեն, սիրելի հայրենակիցներ, եւ դա կարող է տեղի ունենալ նաև Եվրամիության ներգրավվածության շնորհիվ։ Մեկ էլի կարևոր շատ հարց, որը որ կրկին Եվրամիությանն է վերաբերվում, Եվրոմիություն, Հայաստան հարաբերություններին եւ կոնկրետ վիզաների ազատականացման հարցին, ինչպես այսօր հայտարարել է Արփինե Սարգսյանը, Հայաստանի ներքին գործերի նախարարը, մոտակա ժամանակներս արդեն կոնկրետ ծրագիր ճանապարհային քարտեզը ներկայացվելու Հայաստանի անելիքների մասով, թե ինչ պետք է անի Հայաստանը, որպեսզի վիզաների ազատականացում տրվի Հայաստանի Հանրապետությանը։ Հուսով եմ այդ process-ը բավականին արագ կընթանա եւ մինչեւ 27 թվականը Հայաստանը կստանա ազատ վիզային ռեժիմ դեպի Եվրամիություն։ Հիմա սիրելի հայրենակիցներ, ձեր թույլտվությամբ անդրադառնանք նաեւ միջազգային հարցերին։ Հայաստանից շատ կարող ենք խոսել, բայց երևի բավարար է հիմա այս պահին այսքանով սահմանափակվենք, եթե լինեն նոր հետաքրքիր տեղեկություններ կշարունակենք արդեն մեր հաղորդումը հնարավոր է վաղ առավոտյան կամ այս ժամերին։ Միջազգային հարցերին անդրադառնալով սկսենք Նետանյահուի
հայտարարությունից, որ Հեզբոլլահը սկսել է կրկին զինվել Լիբանանում։ Մենք տեսնում ենք, որ Իսրայելը կրկին հարվածներ է հասցնում Լիբանանին եւ ասում է, որ կրկին փորձում են զինվել, բայց իրենք թույլ չեն տա, որպեսզի Հեզբոլլահը վերազինվի։ Դրանից բացի իրենք նաեւ հուտիների մասով շատ մեծ ուշադրություն են հատկացնում, քանի որ բավականին լուրջ սպառնալիք է գալիս Իսրայելի նկատմամբ։ Ասածս այն է, որ Մերձավոր Արևելքում պատերազմները չեն ավարտվել, նաև Գազայում երբեմն լինում են սրացումներ, տեսակ հուտիների հետ կան դեռ հարցեր, Հեզբոլլահի հետ կա բավականին լուրջ հարց, եւ նույնիսկ Իրանի հետ կարծում եմ ամեն ինչ դեռևս ավարտված չէ։ Ուկրաինայի մասով հիմնական հարցը Պոկրովսկն է։ Ռուսները ասում են, որ գրավել են Պոկրովսկը, բայց ուկրաինական զորքերը ասում են, որ չէ, իրավիճակը բավականին ծանր է, բայց նույն ժամանակ Պոկրովսկը չի գրավել Ռուսաստանը։ Կան որոշ նեյտրալ ավելի տվյալներ, որոնք որ վկայում են, որ մի մասը ռուսներին այնուամենայնիվ հաջողվել է գրավել։ Կային կադրեր, երկու օր շրջանառվում են, որ Ուկրաինան այնտեղ հատուկ ջոկատայիններ է ուղարկել, բայց մեծ հաշվով դեռևս պարզ չէ, թե ինչ ճակատագրի է արժանացել Պոկրովսկը եւ այդ հատուկ ջոկատայինները։ Նոր տեղեկություններ չունենք, եթե անկեղծ լինենք, բայց այլ տեղեկություններ կա, որ Գերմանիան Ուկրաինային տրամադրել է Պետրիոտ համակարգեր։ Գերմանիայի վարչապետը խոստացել էր, որ այդպիսի բան, կանցլեր ավելի ճիշտ, այդպիսի բան տեղի կունենա, եւ Գերմանիան կտրամադրի Պետրիոտ համակարգեր Ուկրաինային, պետք է հասկանալ, որ Գերմանիան ինքն էլ կարիք ունի Պետրիոտ համակարգերի, աշխարհում ամենաժամանակակից հակահրթիռային, հակադրոնային համակարգերից մեկն է համարվում Պետրիոտը, ավելի ժամանակակից միանշանակ, բայց հիմնական ամենահաջողակ ժամանակակից հակաօդային պաշտպանությունն է, եւ Ֆրիդրիխ Մերցը իր խոստման տեղն է կանգնել եւ տրամադրել է Ուկրաինային Պետրիոտ համակարգեր։ Այս մասին հայտարարել է Զելենսկին։ Թրամփը Ուկրաինայի մասով հայտարարություններ է արել, այսինքն իր հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Ուկրաինայի հարցին, այսինքն թե տամակավ քարտերներ տրամադրվելու են, թե չէ Ուկրաինային, եւ նա ասել է, որ դեռ ոչ, ինքը միտքը չի փոխել, բայց հստակ նաև հասկացրել է, որ հնարավոր է լինեն փոփոխություններ ապագայում, հնարավոր է փոփոխություն լինի այդ հարցի շուրջ։ Թայվանի մասով հարց է հնչել, թե արդյոք Ամերիկայի Միացյալ Նահանգները կպաշտպանեն Թայվանը, թե չէ, թե Չինաստանը հարձակվի Թայվանի վրա, ինչալոց սա շատ հետաքրքիր հարց է, ոչ միայն լրագրողներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում հետաքրքրում, այլ նաև ինձ եւ կարծում եմ ամբողջ աշխարհին, թե ինչպես կմարվի Ամերիկայի Միացյալ Նահանգները, եւ Թրամփը ասում է դուք կիմանաք այդ մասին, եթե նման բան տեղի ունենա, եւ Սի Դինպինը շատ լավ հասկանում է այդ հարցի պատասխանը։ Հիմա արիք տրամաբանենք, եթե այդպես է ասել Թրամփը, ուրեմն ակնարկը հստակ է, որ եթե Սի Դինպինը շատ լավ հասկանում է այդ հարցի պատասխանը, ուրեմն միանշանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտպանելու են Թայվանը, եթե Չինաստանը հարձակվի։ Միջայլոց շատ հետաքրքիր կոնտակտներ են հիմա տեղի ունենում Չինաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, այդ կոնտակտները իրենք անվանում են երկու գերտերությունների հանդիպում, ինչպես որ օրինակի համար մեծ յոթնյակը հանդիպում է, սա էլ մեծ յոթնյակ չէ, այլ մեծ երկու գերտերություններ են հանդիպում, աշխարհի ամենամեծ երկու գերտերությունները հարց որոշող եւ կարծես պայմանավորվել են շատ հարցերի շուրջ, նաեւ պատերազմի նախարար Պիթ Հեքսեթն է հայտարարել, որ հիմա հատուկ կապի միջոց է ձևավորվել իրենց Պենտագոնի եւ Չինաստանի պաշտպանության նախարարության միջև, այնինչ վաղուց կարծես Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև նոր է ձևավորվում Չինաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, եւ դա կարծես թե շատ բան է փոխել հիմա Չինաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունների մեջ, այսինքն Չինաստանը հասավ դրան, որ աշխարհի ամենալուրջ գերտերություն ճանաչի Ամերիկայի Միացյալ Նահանգները իրենից հետո բնականաբար Չինաստանի։ Միջայլոց Թրամփը նաև Պուտինի եւ Սի Դինպինի մասին արտահայտվել, ասել է, որ երկուսն էլ կոշտ են, խելացի առաջնորդներ են
Եվ երկուսն էլ շատ ուժեղ առաջնորդներ են, նրանք մարդիկ են, որոնց հետ խաղեր պետք չի խաղալ։ Հիմա այստեղ ինքը գովում է, ծաղրում է, թե ամենայն լրջությամբ է սա ասում, դժվար է ասել, բայց միանշանակ լավ հայտարարություն է, այսինքն այդ հայտարարությունով ինքը փորձում է նվազեցնել լարվածությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների, Չինաստանի եւ Ռուսաստանի միջև։ Ամենայն դեպս ես այդպես եմ դա անցալում, այսինքն նաեւ չի թերագանահատում Դոնալդ Թրամփը Պուտինին եւ Սի Դինպինին։ Դա նաեւ կարեւոր է։ Իմ պատկերացմամբ կարեւոր է։ Նա նաեւ անդրադարձել է Վենեսուելայի նախագահ Մադուրոին եւ ասել է, որ նրա օրերը հաշված են այդ պաշտոնում։ Այսինքն այստեղ եւս հստակ ակնարկ կա, որ կարող է ինչ-որ բան տեղի ունենա Վենեսուելայի հետ եւ կոնկրետ Մադուրոյի հետ, սիրելի հայրենակիցներ։ Չնայած որ 2 օր առաջ այնպես էր պատասխանում լրագրողների հարցերին, թե իբր սուտ է, ոչ մի հարձակում էլ չի պատրաստվում, սակայն իրավիճակը այնպիսին է Վենեսուելայի շուրջ, որ բոլորը պատրաստվում են հիմա վատթարագույն սցենարին։ Թրամփը նաև խոսել է միջուկային զենքի փորձարկումից, ասել է, որ միջուկային զենքը պետք է փորձարկվի, որպեսզի նրանք իմանան, թե այդ զենքը աշխատում է, թե ոչ։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, հետաքրքիր էին անկեղծ ասած նաև Թրամփի հայտարարությունները, եւ այս հայտարարությունները եւս մեզ հուշում են, թե ինչպիսի նոր աշխարհակարգ է ձևավորվում ամբողջ աշխարհում։ Ես հստակ տեսնում եմ այն տենդենսը, որ նոր հետաքրքիր աշխարհակարգ է ձևավորվում եւ այդ նոր հետաքրքիր աշխարհակարգի մեջ բավականին կարևոր դերակատարություն ունի անձամբ ինքը Դոնալդ Թրամփը։ Շատ հակասական բարբեր վերաբերմունք եմ ունեցել միշտ Դոնալդ Թրամփի անձի նկատմամբ, դրական եւ բացասական ամենայն անկեղծությամբ, դրական եւ բացասական, բայց վերջին ժամանակներս ինչքան էլ Թրամփը տարօրինակ հայտարարություններ անի, տարօրինակ քաղաքականություն ունենա, կարծես թե ավելի ու ավելի ընկալելի դարձել ինձ համար իր քաղաքականությունը եւ ես կարծում եմ, որ իր քաղաքականությունը միանշանակ մեր օգտին է։ Ամենայն դեպս այս պահի դրությամբ ամեն ինչ այդ կերպ է երևում։ Այս պահի դրությամբ այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։